Ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5121 և հայաստանյան 060 3511 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաև Նոյան Տապանի ուղիղ եթերներին կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Պաշտպան Հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Սաֆարյան, երբ սկսվեց այս հակասությունների իշխանություն եւ եկեղեցի, դուք հայտարարեցիք, որ այդ գործընթացը ավելի շարունակական է լինելու։ Դեռ նոր փուլեր են լինելու, մի խոսքով մենք արդեն տեսնում ենք, որ իրոք չավարտվեց ոչ գրառումներով եւ չի ավարտվում երկխոսությունով։ Ոչ եկեղեցին է փորձում այդ քայլերը անել, ոչ էլ իշխանությունը, բայց դրան հիմա արդեն գումարվեց հեղաշրջման փորձը եւ բացահայտվեցին որոշակի դրվագներ։ Ինչ է նշանակում ահաբեկչության եւ իշխանազատման առնվազն 5 փորձ է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին։ Սա ինչի մասին է խոսում։ Սկսենք 2023 սեպտեմբեր։ Ինձ թե ես ինչու եմ այդպիսի կռահում ունեցել։ Ես ուզում եմ հասկանալ կռահումը, մենք դեռ հա, հիմա ես ասեմ ասել, որ եկեղեցին և եկեղեցու հոգևոր վերնախավը 100%-ով ամբողջովին գործում է ինքնուրույն, ես այդ կարծիքին չեմ։ Այստեղ կա պիտի պարզապես ուրեմն տարանջատենք եկեղեցու հոգևոր վերնախավը, հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը, այսպես ասենք, մատչելի լեզվով ասեմ, ամեն կերպ փորձում է կարճած մնալ իր աթոռին հին ստերեոթայպերով, կարծրատիպերով։ Այլևս բոլորս գիտենք, բարոյական արժեքներից հրաժարվելով, սեռական ժուժկալությանը տեղ չտալով այլևս, այլասերվածությամբ, շնաբարով վարքագծով եւ այլ։ Մեկ այլ պարագայում այսպես կոչված ընդդիմությունը, քանզի ես մեր ընդդիմության ավելի քան 80-90%-ին ճանաչելով, կարող եմ ասել այսպես կոչված, փորձում է ամեն կերպ եկեղեցուն դարձնել վահան, ոչ միայն վահան, այլ եկեղեցու միջոցով կրակը տակ պահել, եկեղեցու միջոցով, ուրեմն քաղաքական դաշտը լարված պահել, իշխանության գործունեությունը կաթվածահար անել կառավարության և այս ճանապարհով նաև մեկ այլ գործիքակազմով, որի մասին շուտով կանդրադառնանք ձեր հարցապնդման մեջ, քանի որ դուք ակնարկեցիք, սա ուրեմն վրեժխնդրական ուրեմն քաղաքականությունը ընդդիմության կողմից, հիմա ես դրան կանդրադառնամ։ Ինչու հատկապես այս պահին, այո, այս հարցը հուզում է շատերին, շատ շատերին է հուզում, քանզի վերջին մի 20 օրվա ընթացքում նվազագույնը օրվա մեջ 15, 20, 30 հոգի ինձ փողոցում կանգնեցնում են եւ ասում են ինչու այսօր։ Քանի որ ես ինքս ունեմ իմ ինքնուրույն մտովի մոտեցումները սրա մասին, ես պիտի ասեմ շուրջ 7 տարի, արդեն կարծեք թե 8-րդ տարվա մեջ ենք մտնում, մեղմ ասած եկեղեցին Հայաստանի Հանրապետության նոր կառավարության հանդեպ վայրացակամ եւ կառուցողական չի գտնվել։ Խոսքս դարձյալ վերաբերում է եկեղեցու վերնախավին, չի վերաբերում այն հարյուրավոր հոգևորական դասի ներկայացուցիչներին, կլինեն քահանաներ, կլինեն երեսներ, կլինեն աբեղաններ, կլինեն վարդապետներ, ինչու չի նաեւ եպիսկոպոսներ, արկության աստիճան ունեցողներ եւ այլն։ Խնդիրն այն է, որ եկեղեցու մեջ էլ բացի այս պահվածքից բարոյական նկարագրից, կանոնագրային բազում կետերի, հոդվածների, շեղումներից, ինքը եկեղեցին նաև միատարր եւ միաբան չէ։ Եկեղեցին ղեկավարվում է ավտորիտար կամ միանձնյա կամ կմահաճուկային ձևաչափով։ Ինչու եմ այդպես ասում։ Հայ առաքելական, ուրեմն Սուրբ եկեղեցին ունի 4 նվիրապետական աթոռներ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը,
Կիլիկո կաթողիկոսությունը կամ Մեծիտան Կիլիկո կաթողիկոսությունը Անտիլիասի, Պոլսո պատրիարքարանը եւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։ Մեղմ ասած նրանց հարաբերություններն էլ այսպես ասած համերաշ չի կամ գրկախառնվային եւ այլը այս տարբերակով չի։ Քանզի պետք է իսկ ինչու պետք է այդպես չլիներ։ Քանզի այստեղ խնդիր է առաջանում եւ եկեղեցապատկան հողերի, ինչու չի նաեւ նյութական որոշ շահագրությունների, նյութական որոշ ակնկալիքների, նպատակների, թեմերի ազդեցության խնդիրների ես երբեք իս չեմ վերապահի մտնել այս խնդրի մեջ, չնայած բավականին իրազեկված եմ։ Գալով նրան, որ փորձում են շատ կուսակրոն այս հոգևորականներ այսօր փորձեն ասել ուշադրություն չդարձնել, շեղել վարչապետի կողմից ներկայացված մեղադրանքին, ես դա չեմ ընդունում։ Ինչու համար։ Տեսեք, մեկը ասում է Տիգրան մեծ ներողություն Ներսես մեծնել է ունեցել զավակներ։ Այո, Ներսես մեծ ունեցել է զավակներ, դա եղել է 4-րդ դարում, դա եղել է 4-րդ դարի կեսերին, այն ժամանակ, երբ կարող էին հոգևոր բարձր դասի ներկայացուցիչները, ներառյալ հայոց հայրապետները, կաթողիկոսները ամենայն հայոց ունենան զավակներ։ Բոլորս գիտենք Աշտիշատի, Շահապիվանի ժողովները, այնուհետև տարբեր կանոնագրքերում դա խստիկ երբով արգելվել է եւ առաջ է քաշվել կուսակրոնության սկզբունքը, ինչու համար, քանզի եկեղեցին ունենալու հարստություններ, եկեղեցին ինքը եղել է շահագործող դասակարգ, շահագործող դաս, ունենալով վանքապատկան հողեր, վանքապատկան գյուղեր, գյուղացիներ, չգիտեմ, հարկի տեսակներ, տասանորդ, որը շատ դեպքերն վերահացվել 20%-ի եւ որպեսզի այդ մեծ հարստությունները զարտուղի ճանապարհով չփոխանցվի եկեղեցու բարձր հոգեորականների անձնական ուրեմն կապերով իրենց ընտանիքներին այդպիսի որոշում է ընդունվել։ Եվ նաև կուսակրոնության հետ կապված այլ մոտեցումներ էլ կա, որոնց մասին կարծում եմ այս հաղորդումը կամ այս հարցազրույցը թույլ չի տալիս ընդարձակվելու։ Զարմանք եւ զավեշտ է առաջացնում Երևանի պետական համալսարանի եւ շատ այսպես կոչված եկեղեցագետների, կրոնագետների, աստվածաբանների մոտեցումները հաջակցություն եւ հոժանդակություն հայ առաքելական եկեղեցու վերնախավին։ Նախ այդ մարդիկ այդպիսի մասնագետներ չեն, անուններ դարձյալ չթվարկեմ, քանի որ դուք շատ դեպքերում ասում եք պետք չի շատ դեպքերում անուններ տալ, ոմանք պատկերացում չունեն նույնիսկ հայ եկեղեցու պատմության, ուրեմն անցած ուղու նվազագույն պատմության վերաբերյալ, անցած ուղու նվազագույն դեպքերի, նվազագույն դրվագներից պատկերացում չունեն։ Նրանք եղել են աթեիզմի, աստվածամերժության դասախոսներ եւ 1990 թվականից հետո խորհրդային կայսրության փլուզումից հետո կոմունիստական կուսակցության ուրեմն մենատիրական իշխանությունից հետո բոլորը դարձել են ուրեմն հայ եկեղեցու կամ չգիտեմ աստվածաբանության կամ չգիտեմ դավանաբանական դոգմա եւ այլ մասնագետներ։ Մի բան, որը կրկին անգամ եղկելի է եւ մերժելի է։ Ներկայացված մեղադրանքը կառավարության ղեկավարի կողմից շատ հուժկույ է, շատ զորեղ է, եւ պիտի ասեմ գետնի վրա ունի բավականին փաստարկներ եւ հյուսվածքներ, մետաստազները ավելի խորն են։ Ունենալով բազում փաստեր, վարչապետը հարց է բարձրացնում, արդյոք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգևոր պետը, որը եկեղեցու եւ Աստծո միջև կապն է ապահովում, ունի բարոյական առաքինի որակներ սահմանված եկեղեցու կանոնագրքերով, եկեղեցու կանոններով եւ որը կարող է իրավամբ համարվել մեր միլիոնավոր հավատավոր ժողովրդի հոգևոր առաջնորդը։ Կարծում եմ բարձրացված հարցերը 100% ճշմարտացի են։ Բազում փաստեր կան, որ հայ առաքելական եկեղեցու ուրեմն հոգևոր բարձր հովիվը տվյալ պահին նորին Սուրբ Օծությունը
հիմա չգիտեմ, ասում են Կտրիշ Ներսիսյան, Անունազգաննող Ավազանի են անուններով տիրում։ եւ այլ, այո։ Աշկի չի ընկել իր առաքինի նկարագրով, իր սեռական ժուժկալությամբ, ունեցել է ուրեմն ապօրինի ընտանիք, արտամուսնական ընտանիք, ունի զավակ, որոշ դեպքերում նաև օդում կախված լուրերի համաձայն զավակներ, եւ դրան հետևել են նաև հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ բարձր դասի բազմաթիվ հոգևորականներ։ Հիմա եթե եկել է ասեկոսեների ժամանակը, բայց եկեք ասեկոսեներով չտառապենք եւ չընթարձակվենք, բայց նույն ձևով ունեցել է զավակ դիվանապետ Ներսես arczepiskopos Պոզապալյանը լուսահոգի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Ներսես Կճոյանը օդում կախված լուրերի համաձայն Վազգի Վեհափարի արտամուսնական զավակն է։ Նույն ձևով, եթե վարչապետը պիտի մինչև վերջ հետևողական եւ սկզբունքային լինի այս հարցերում, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանի զավակը ամենաբարձր դիրքն է զբաղեցրել, ապօրինի արտամուսնական զավակը ամենաբարձր դիրքն է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում 2018-2024 թվականների ընթացքում եւ այսպես կարելի է այս թնջուկը, այս հանգույցը քանդել եւ տեսնել, որ իրոք տակը լիքն է փաստերը բավականին զորեղեն համոզեցուցիչ են, որ հայ առաքելական եկեղեցու բարձր հոգևոր դասը զբաղված է եղել շնություններով, այլանդակություններով, կանոնագրային բազում խախտումներով։ Տեսեք, միայն Աշտիշատի, Շահապիվանի, Նիկեի, դարձյալ բազմաթիվ տիեզերական ժողովների կանոնագրային ձևակերպումներ բավական չեն եղել եկեղեցու հոգևոր դասին սաստելու կամ բերելու բարոյականության կամ սեռական ժուժկալության դաշտ։ Հարյուրամյակներ շարունակ եկեղեցին ինքնամաքրվել է։ Այդ են վկայում Ներսես շնորհալու բարենորոգումների վերաբերյալ մոտեցումները հայ եկեղեցու հանդեպ, պահլավունիների, ինչու չի նաև 18-րդ դարում գիտնական եկեղեցական գործիչ Սիմեոն Երևանցու մոտեցումները, 19-րդ դարի երկրորդ կեսին Փայլուն Վեհափար Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես IV Քերեստեցյան Կոստանդնուպոլսեցու ուրեմն կտրուկ մոտեցումները եկեղեցիների, հոգևորների, հոգևոր դասի բարձր ներկայացուցիչների կենցաղի բարոյական նկարագրի հանդեպ միշտ եղել է սա։ Եվ սա գնալով տարածվել է։ Գնալով տարածվել է ինչ առումով, որովհետև այս հակումը աշխարհիկ կյանքի հանդեպ արդեն դարձել է շատ դեպքերում կարծեք թե դարձել է բացեի բաց եւ մեկ այլ բան էլ կա, ես վերջերս մի 10 տարի առաջ եմ արդեն փաստերով համոզվել, որ բազում հոգևորականներ ունենալով իշխանության հետ կապեր, բարձր իշխանության վերնախավի հետ կապեր, ունեցել են նաև զենքի թույլտվություն, կրել են զենք։ Ես գիտեմ, որ եկեղեցականը պիտի կրի կտակարան, պիտի կրի սաղմոս, պիտի կրի, չգիտեմ, տաղարան, պիտի կրի աղոթագիրք, Աստվածաշունչ, բայց հոգևորականը զենք կրի, այն էլ բացեի բաց մտնի մայրաթոռ զենքով կամ չգիտեմ, բազում անգամներ տեսել եմ սրբազան հայրերին աշխարհիկ ուրեմն հագուստով, աշխարհիկ ուրեմն կերպարանքով տարբեր վայրերում, բայց քավլիցի ես չեմ ուզենա սրան անդրադառնամ։ Կարծում եմ միարժեքորեն պիտի ասեմ, որ վերջին 5 տարիների ընթացքում, առավել ևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ եկեղեցու վերնախավի դիրքորոշումը Հայաստանի կառավարության եւ պետության հանդեպ մեղմ ասած չի եղել, բայրացական եւ կառուցողական։ Դա խորացավ անցյալ տարի այսպես կոչված սրբազան շարժման օրերին, երբ իր շուրթերից սրբազան շարժման ուրեմն ղեկավարը հայտարարեց, որ ամենայն հայոց հայրապետը մեր հետ է ամեն օր, մենք ունենք նրա օրհնանքը եւ այլ։ Կարծում եմ հենց տվյալ պահին պիտի չհապաղեր կառավարության ղեկավարը եւ պիտի պահանջեր ամենայն հայոց կաթողիկոսից կարգալույց անելու Բագրատ Սրբազանին եւ եթե պիտի զբաղվեր քաղաքականությամբ, թող զբաղվեին քաղաքականությամբ։ Բայց դա չարեց։ Եթե նա չաներ, պիտի հետևեր անպայման վարչապետի կողմից կամ Հայաստանի Հանրապետության, չգիտեմ, ազգային ժողովի նախագահի կողմից
վեհապարին օրենքից դուրս հռչակելը։ Շարժումը, որը ղեկավարում էր Բագրատ Սրբազանը կամ Վազգեն Գալստանյանը հիմա, ուներ կառավարության հրաժարականի, հեղաշրջման, պետականության դեմ ուղղված ուրեմն դավադրության եւ հեղաշրջման ակնհայտ փորձ։ Սա այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այլևս տեսել ենք շարժման մեջ ովքեր են ընդգրկված, ովքեր են կանգնած եղել հարթակներում, ովքեր են կանգնած եղել հրապարակներում, այլևս չեմ խոսում կաշառակեր դեկանների, կաշառակեր ռեկտորների, որոնց համար մեր ժողովուրդը պայքարել է, որոնք ինչ է նշանակում նորից կան իշխանության, ինչ է նշանակում նորից նախկին նախարարներ, նախկին նախագահներ, նախկին падգամավորներ, կուսակցությունների եւ այլը, ասինքն մեր ժողովուրդը ասում են դրանցից հոգնել է, ոչ միայն հոգնել է, ունի նողկալի եւ եղկելի գարշանք ունի դրանց հանդեպ։ Այդ նախկինների եւ ներկաների աշխատանքի պատճառով չենք հիմա մենք այս իրավիճակում։ Հիմա շարունակեմ հետեւյալը, որ Գարեգին երկրորդը եւ հայ առաքելական եկեղեցու ուրեմն հոգեվոր դասի բարձր ներկայացուցիչները միարժեքորեն իրենք են դուրս դրել հայ եկեղեցուց իրենց կանոնադրային պարտականությունների թերացման համար, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Եվ նրանք պիտի օր առաջ հոժարակամ, ինքնակամ կերպով լքեն ուրեմն մայրաթոռը։ Եկեղեցու մեջ կա մի խարանի նման մի բան, երևույթ, որը կոչվում է աղվեսադրոշ։ Շատ դեպքերում նրանք օգտագործում են ուրիշների հանդեպ, բայց պիտի ասեմ եւ այս աղվեսադրոշը պետք է առաջին հերթին լինի նրանց կրծքին, նրանց սրտին խաչի փոխարեն եւ լինի նրանց ճակատին։ Այժմ նաեւ շատ է խոսում, որ պիտի հայ եկեղեցին կամ եկեղեցու հոգեվոր դասը կամ չգիտեմ եկեղեցական ընդհանուր ժողով են ասում, կրոնական եկեղեցական ժողովը կամ հոգեվոր ժողովը կամ եպիսկոպոսած ժողովը պետք է բանադրանքի ընթարկի վարչապետին։ Դե բանադրանքը գիտեք ինչ է նշանակում անաֆեմայի։ Չեմ կարծում, թե եկեղեցին թույլ կտա գնա այս ճանապարհով, քանզի բազում հոգեվորականներ, շատ հոգեվորականներ, տասնյակներով, հարյուրներով այսօր միարժեքորեն չեն ընդունում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուրեմն բարձր ներկայացուցիչների մեղմ ասած գործելավոճը կամ գործառույթները հայ եկեղեցու կյանքում կամ կառավարման մեջ։ Արդեն սա տարաձայնությունների մասին է խոսում։ Ես կարծում եմ, որ այո, տարաձայնությունների մասին է։ Ես կարծում եմ, որ պիտի լինի ընդհանուր մոտեցում առանց վեհապարի, առանց ուրեմն իրենց իշխանությունների, իրենց լիազորությունները գերազանցած եկեղեցու մեջ այդ հոգևոր դասի ներկայացուցիչների եւ կառավարության կողմից պիտի լինի ընդհանուր կոնսենսուսային մոտեցում, թեկուզ հանդիպման համար, թեկուզ խորհրդակցության համար եւ պետք է լինեն նաեւ անաչառ մտավորականների, անաչառ գործիչների, ախր ցավով եմ ասում, որ ովքեր են աջակցում այսօր որ մտավորականները կամ որ այսպես ասած եկեղեցու մասնագետներն են մեկնաբանում այդ խնդիրները։ Պարզապես ծիծաղ եւ զավեշտ է առաջացնում, քանի որ շատ-շատերին էլ ճանաչում եմ անձնապես։ Խնդիրն այն է, որ ընդդիմությունը եւ երկու խմբակցությունները փորձում են ամեն կերպ ավելի շատ Հայաստան խմբակցությունը գերազանցապես փորձում են ամեն կերպ կրակը թեժ պահել, ապակայունացնել երկիրը, առաջ բերել խմորումներ քաղաքական, սոցիալական հեղաշրջման փորձեր կատարել, չէ, ինչպես ասում են անգլերեն, upheaval-ներ դարձնել, եւ դրա արժեվ չեն կանգնում ոչ մի խտրականության եւ ոչ մի միջոցների արժեվ, կարծեմ հայտնի ֆիլմի մեջ է, չէ, որ ասում է երկրում մոլեգնում է դաշնակցական տերտերը, մեկ էլ ասում է կներեք դաշնակցական տերորը։ Ինչ է կարծում, մեկ ամիս առաջ 168 ժամ կայքով Դավիթ Սարգսյանը հարցազրույց է վերցնում դաշնակցության, այսպես ասած,
տխրահարչակ բյուրոյի ներկայացուցիչ, որը շուրջ 1.5 տասնամյակից ավել եղել է բյուրոյի ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանի հետ եւ նա ասում է, որ պորտկում է պետք եւ թեկուզ դա կարող է լինել, ասենք թե հոկտեմբերի 27, մինոր հոկտեմբերի 27։ Ինչ է կարծում, մեկը Սանկտ Պետերբուրգում լինելով հյուպատոս, չգիտեմ, զբաղեցնելով տարբեր մի քանի կուսակցություններ փոխելով, պատգամավոր դառնալով, հայտարարում է, որ պիտի կառավարության դեմ պայքարում ունենանք մահապարտներ։ Ճանապարհը սա է։ Իրենց ճանապարհը սա է։ Այլ ճանապարհ նրանք չունեն։ Եվ այս ճանապարհը, ես ասեմ, նոր ճանապարհ չի։ Ես առիթից օգտվելով, եթե թույլ կտաք, մի կարճ էքսկուրս պիտի կատարեմ Արտուր Մկրտչյանի եղերական մահվանից հետո, առայժմ սպանություն չասեմ, այնպես պատահեց, որ ազգային ժողովի պատգամավոր Իգոր Մուրադյանը ասեց, պետք է մեկնենք Ղարաբաղ, քանի որ կայանալու է Գերագույն խորհրդի ընտրությունները։ Դե գնացինք բազմաթիվ ազնվորություններ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կին Բալայան, որի հանդեպ մեղմ ասած վայրացական վերաբերմունք երբեք չեմ ունեցել, սակայն լռել եմ շատ հարցերի շուրջը։ Նրա հորը ձերբակալեցին լինելով այն ժամանակվա տերմիններով սովետական տնտեսության կամ սոխոզի տնօրեն, բայց զբաղվում էր արդեն տնտեսական բանակի հետ կապված տնտեսական գործառույթներ ուներ, Սամվել Բաբայանի միջնորդությամբ ձերբակալեցին, էլի մարդկանց, որոնք կարծես թե ծպտուն չէին անում, եւ երբ որ տեսնում են, որ Ռոբերտ Քոչարյանը չէր հավաքում համապատասխան ձայները, պահանջվող ձայները դառնա ազգային ժողովի Գերագույն խորհրդի նախագահ, որպես այլընտրանքային թեկնածու առաջ քաշվեց լուսահոգի երջանկահիշատակ Շահեն Մեղրյանի թեկնածությունը։ Եվ գիտեք, ինչ պատասխանեցին Ստեփանակերտում եւ Սամվել Բաբայանը եւ մյուս այդ նրանց թիմակիցները ասեցին ավելի լավ է Աղդամի կատուն լինի, քան Շահեն Մեղրյանը։ Ես ասում եմ բառացի։ Եվ ելույթ է ունենում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, եւ գիտեք ինչ է ասում, ասում է, եթե Ռոբերտ Քոչարյանին չընտրեք Գերագույն խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է զենքի մատակարարումը Արցախ, վառելիքի մատակարարումը, հացամթերքի մատակարարումը եւ ասեց չհավատակ, որ կարող է Հայաստանի Հանրապետությունը ձեզ մի փամփուշտ ուղարկի։ Բաբկեն Արարքցյանը, որը առհասարակ կապ չուներ Արցախյան շարժման հետ, առհասարակ կապ չուներ Արցախի հետ, որը բերվել էր Հայաստանի Հանրապետության, որը բերվել էր Վազգեն Մանուկյանի նենգ գործնեության արդյունքում, ինչպես նաև Լևոն Պետրոսյանը, որոնք եղել են ներդրված ականներ Արցախյան շարժման ամենաեռուն, ամենաթեժ պահին, սակայն նրանք Արցախյան շարժման ակունքներում չեն եղել կանգնած։ Իշխանության գործելավոճը չի փոխվել։ Հիմա ես գտնում եմ, ասեցի, որ պետք է գնալ երկխոսության, ավելի խորացումը լի է վտանգներով, հղի է վտանգներով։ Առավել ևս նախորդ իշխանությունների բոլոր ներկայացուցիչները կարծեք թե լծված են պաշտպանելու Վեհափեր Հայրապետին, Կտրիկ Սարդարյանին։ Վերջերս նաև 3 չառաջորդներ կարծեմ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխադարձ այցի շրջանակներում ընդունեց Գարեգին Ներսիսյանին եւ գիտեք ինչ, ես պարզապես ապշած եմ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներից։ Ինքը, ասենք, ինչ պիտի հիմա աներ, ինչ ընտրազանգված ունի, ինչ մոտեցումներ ունի, մարդը դեռևս իր անսխալականության բարդույթով տառապում է, մարդը Զևսի մտորումներ ունի, պատկերացումներ ունի, մարդը իրեն, այսպես ասած, նարցիսական հովերով է առաջնորդվում եւ ես սա պիտի ասեմ, ես սա պիտի անվանեմ բառից բուն իմաստով, ինչպես իրենք են ասում, միգուցե մի քիչ անթույլատրելի է the sepulchral voice, հանդրշիրիմյան ձայներ։ Ինչու եմ այսպես ասում, կա մի ճանապարհ Հայաստան Հանրապետության կառավարությունը փոխելու համար եւ այդ ճանապարհը համապետական ընտրություններն են։
այլ ճանապարհ, որը ընտրել է ընդդիմությունը, եւ որի արդյունքները մենք տեսնում ենք արդեն մի քանի օր է։ Եվ նպատակները, եւ ծրագրերը, եւ ձերբակալությունները, եւ դատական գործընթացները սա տանում է դեպի հեղաշրջման, ասել որ սա հեղաշրջում է, սա հեղաշրջում չէ, սրանք ահաբեկչական գործողություններ են եւ ահաբեկչական գործողություններ են, որը պիտի ավարտվեր քաոսով, որը պիտի ավարտվեր խառնակություններով, որը պիտի ավարտվեր այն ինչ որ ուզում է 5-րդ շարասյունը, քանի որ իրենք չեն առաջնորդում իրենց ցանկություններով, իրենց բուն նպատակներով, առաջնորդում են դրսից, առավել ևս որ Ռուսաստանի Դաշնությունը եւ էլի ուժեր տեսնում են, որ նախորդ նախագահները չունեն այն ընտրազանգվածը եւ ինչքան Ռուսաստանի հանդեպ մեղմ ասած Ռուսաստանի նշանակության կամ հեղինակության հանդեպ մեր երկրում ատելությունը գնալով ավելի է սաստկանում, դա պայմանավորված է այն գործիչների գործնեությամբ, որոնց սատարում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը։ Դարձյալ անուններ չտամ եւ կարծում եմ Ռուսաստանի հատուկ ծառայությունները այդ հետևություններին կհանգեն։ Ինչու համար եմ սա ասում, որովհետեւ կատարված վերջին երկու պետական այցերը Ռուսաստանի Դաշնության ղեկավարների Լավրովի եւ Դաշնության խորհրդի նախագահի Մատվիենկովի կողմից հաստատ այսպես կոչված ընդունելությունները նրանց համար կլինեն դաս եւ նրանք համապատասխան հետևությունների կհանգեն։ Ավելի վատ, որ այս ամեն ինչը տեղի է ունենում Փաշինյանի Թուրքիա կատարած այցի օրերին եւ հատկապես Իրано-իսրայելական հակամարտության, զինված հակամարտության, պիտի ասենք, որ բարեբախտաբար կարծեք թե երկու կողմերը գնացին հրադադարի հաստատման ceasefire-ի ճանապարհով, կարծում եմ սրա մասին մենք խոսենք անպայման Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ նաեւ անվտանգային համակարգերի եւ այլ խնդիրների շուրջը։ Ասել որ ես անդիմության նման ասեմ, որ սրանք Սարգսովի գործեր են, այդպիսի բաներ չկա։ Ընդհակառակը առաջ անցնելով ասեմ, որ ձերբակալությունների գիշերը, դրան նախորդող օրը բազմաթիվ զանգերի եւ կապերի միջոցով իմ ընկերների, որոնք աշխատում են իրավապահ համակարգում երկար տարիներ, խնդրել եմ եւ ասել եմ, ինչ եք կարծում, կարող են սրանք լինել Սարգսովի եւ Շինծու գործեր։ Եվ նրանք բոլորը միաբերան ծիծաղել են։ Նրանք բոլորը ասել են, ինչից ես խոսում, պարոն Սաֆարյան։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շփիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Բայց սա դեռ ավարտված չէ, ինչպես կարող է դա եղել է, Քոչարյանն ասեց, բոլոր զենքերը եւ խմբերը չեն բացահայտված։ Կարող է սա ընթացակարգային խնդիրների մեջ, մեքենաների տեղափոխման, զենքերի քանակի, տարբեր, ասենք, զինուժի հետ կապված, հրավոտան գիրերի հետ կապված, տարբեր գործիքների հետ կապված, կարող է քննիչի կողմից կամ օպերատիվ աշխատողների կողմից որևէ թյուրիմացություններ, որևէ բաների անտեսում կամ եւ այլ, բայց մեծ հաշվով նպատակների, ծրագրերի, առարկաների, բուն էության սպասվելիք ահաբեկչական գործողությունների վերաբերյալ բացառվում է այդպիսի բան, եթե չասեմ 99, ապա նվազագույնը 90-95%-ի ճշգրտությամբ նախնական եմ ասում։ Դե հիմա տեսեք, ընդդիմությունը ոչինչ չի ասում այդ ահաբեկչական արակների մասին, տերորիստական գործողությունների մասին եւ վերում է կանգնեցնում է մարդկանց, ասենք թե քննչական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Համբարձումյանը, գեներալ, գիտեք, ոտից գլուխ կաշառակեր, կոռումպացված, որ հայտնի է առնվազն 100 գործ սարքելով։ Դուք մոռացել եք, որ նախորդ նախագահների ժամանակ 0-ից մինչև 3 տարի կալանքը խափանման միջոցի որոշում էր Բաղրամյան 26-ում։ Թե նախագահի օգնական իրավական հարցերով Գևորգ Կոստանյանը, թե նրան նախորդած փոխնախոստիկանապետ կար, որ սպանեցին տան մուտքի մոտ Մեհերյան, հա, եւ թե ԱԱԾ-ի տնօրեն նշանակված մի քանի ժամ դատախազությունում աշխատած գնդապետի կոչում ստացած Գյորգի Կուտոյանը, որոնք պարզապես զեկուցում էին օրվա ղեկավարներին եւ 0-ից 3 տարի կալանք իրենք են որոշում կատարած ոչ նույնիսկ գործողությունների համար։ Մոռացել եք գործերը ոնց են սարքում։ Ռոյալ Արմենիայի սուրճի հետ կապված Հակոբյանի հանդեպ դատավորին ոնց արտարդարության խորհուրդը դրեց, չէ, Պարքև Օհանյանին եւ միանգամից հեռացրեց, թե ինչա ձերբակալություն կալանք չի տվել եւ այսպիսի բազմաթիվ խնդիրներ։ Հիմա ինչ եք ուզում ասեք։ Դուք մոռացել եք Արկադի Վարդանյանը Մոսկվայից որ եկավ այստեղ հակապետական, հակաիշխանական ցույցեր էր անում, ինչ կատարվեց նրա հետ 2002 թիվներ, չէ՞ կարծեմ։ Հեռաց ամբողջ ունեցվածքը ձեռքից խլեցին, տարան ԱԱԾ-ի նկուղ եւ այնտեղից հեռացրեցին Ռուսաստան եւ այսպիսի բազում այլևս չեմ խոսում սպանություններից, այլևս չեմ խոսում տարբեր կարգի մոտեցումներից, ազգային ժողովի падգամավորներ, որոնք ունեին
մի քանի սպանությունների ուրեմն դրվագներ, սակայն ոչ մի խնդիր եւ այսպես շարունակ։ Հիմա իմ ասելիքը սա է, որ փորձում են ամեն կերպ ներքաշել մարդկանց, որոնք ունեն մեղմ ասած, մեղմ եմ ասում առայժմ, բարի կերպար, պետությանը չեն վերաբերվել թալանով եւ փորձել են ամեն կերպ աջակցել մեր ժողովրդի բարեգործական ծրագրերին, ինչու չնայել ունենալով ներդրումների լուրջ փաթեթ Հայաստանի Հանրապետությունում։ Նկատում եք Սամվել Կարապետյանին։ Պայման պիտի նկատում եմ Սամվել Կարապետյանին, որովհետեւ այդպիսի մարդուն ներքաշել քաղաքական խարդավանքների եւ ինտրիգների մեջ երիցս նզովյալ պիտի լինեն ներքաշողները, երիցս անիծված պիտի լինեն թե եկեղեցու հոգևոր դասի ղեկավարությունը եւ թե նախորդ իշխանությունների ուրեմն քաղաքական ղեկավարությունը, որոնք այսօր հանձինս այս падգամավորների կարող եմ ասել սրանք շարքային քաղաքական ջեպկիրներ են։ Նկատում եք եկեղեցին է Սամվել Կարապետյանի ներքաշել այս քաղաքական Ես գիտեք մի քիչ ձեռնպահ կմնամ առայժմ հստակ հայտարարություններ անելուց, բայց ես պիտի ասեմ, որ այն երկու հայտարարությունները, որը կատարել է Սամվել Կարապետյանը, ունեմ double մոտեցում, կրկնակի ստանդարտներով մոտեցում։ Երբ որ նա դուրս եկավ Մայրաթոր Սուրբ Երկնածից եւ ասեց, եթե ես միշտ կանգնած եմ եղել հայ եկեղեցու կողքը, նա պիտի շարունակի ասել, ես լինելով հայ եկեղեցու հավատավոր, առաքելական եկեղեցու հետևորդ, ես միշտ պիտի իմ, չգիտեմ, բարեգործական ձեռնա, ասինքն ինքը վեհարանա, վերանորոգել է, Մայրաթորը վերանորոգել է, Գարեգին երկրորդի համար, թե հավատավոր հոտի համար։ Ես դրա համար եմ ասում, այո։ Եվ ասել, որ մենք էլ մեր ձևով կմասնակցենք, ես ուզում եմ սա բաժանել երկու մասի։ Եթե նա ասել է, որ մենք կարող ենք լինել moderator, կամ ասենք այնպես կանենք, որ այս թնջուկը ավելի խոր արմատներ, մետաստազներ չունենա, չի բացառում, որտեղ ես գտնում եմ, որ Սամվել Կարապետյանը առաջնորդ է հայտնվել Հայաստանի համարվում է մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկը, հեղինակություն ունեցող, որի վրա չկան քրեական գործեր, որի վրա չկան սպանություններ, որի վրա չկան տերորիստական ակտեր եւ այլն։ Եվ երկրորդը, եթե նա այդպես նկատի ուներ կանգնել անվարան վեհապարի կողքը, իհարկե ես դա մերժում եմ եւ դատապարտում եմ։ Իսկ երբ Ամիջապես հետևեց նրա տանշեմին խոզարկություններ ներս մտնել եւ դուրս գալուց նա ասեց ես թքած ունեմ եւ հեծերի վրա էլ եւ բաշխիչ ցանցերի վրա էլ եւ իրենց վրա էլ ես սա դարձյալ կպիտի բաժանեմ երկու մասի որովհետեւ գիտեք ինչ մարդ որ ես էլ շատ դեպքերում իմ զավակին կարող եմ ասել դե գիտես ինչ արել եմ քո համար ես կներեք արամարում եմ եւ այլն միգուցե Սամվել Կարապետյանի բառապաշարը կամ բառամթերքը այնպես եղել, որ վրթոված է եղել, դե մտել են տուն։ Ոչ թե քաղաքական ենթատեքստ կամ ինչ-որ մտել են տուն, եւի թորն, եւի զավակ, եւի կին, դե բնական է այդպես էլ պիտի վրթոված ասե եւ վերաբերմունքից կարող են միայն իրեն հրավիրել եւ այլն։ Սակայն ուղարկված մեսիջները Արմավի քրեակատարողական հիմնարկից եւ ԱԱԾ Երևան կենտրոն մեկուսարանից կարծեք թե հակառակն են ապասում։ Փորձում են Սամվել Կարապետյանին օգտագործել որպես ուրեմն վահան։ Փորձում են Սամվել Կարապետյանի իմիջը, հարգանքը, հեղինակությունը օգտագործել մասաներին ուրեմն հանելու համար պետության կամ կառավարության դեմ։ Եվ այդ նպատակով օգտագործեն եւ Տաշիր պիցա ընկերությունների ողջ ցանցը եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի ողջ անձնակազմը եւ այլն։ Իշխանությունը դրանք արդեն իր ձեռքը վերցրեց կարծես թե։ Ախր չէ, խոսքս վերաբերում է շարքային աշխատողների։ Ախր շատ խորն է, տեսեք։ Այս ձեռագիրը, սա նոր ձեռագիր չի, սա ավելի քան 30 տարվա ձեռագիր է։ 1994 թվականի մայիսի 2-ին իր տան շեմին գիշերը ժամը 2:20 գնդակահարվեց հայ հեղափոխական դաշնակցության լավագույն տղաներից մեկը իմ հրաշալի ընկեր լուսահոգի Գագիկ Սահակյանը, կներեք Գագիկ Սաֆարյանն ուզում ասեի, քանի որ այդ ժամանակ այդ ապահովական խորհրդում երկու հոգի Գագիկ էին, երկուսին էլ ասում են Դաշնակ Գագո, եւ իրեն էին ասում Դաշնակ Գագո եւ ինձ էին դիմում այդպես։ Բայց ավելի շատ իրեն, որովհետեւ ինքը ավելի հեղինակավոր էր այդ օրերին
Եվ պարզվեց, որ դա կատարվել է դրոկառույցի միջոցով, այնուհետև Արմենակ Մնջոյանը կարծեմ բանտում մահացավ, հայրը եւ օրվա ազգային անվտանգության ծառայության տնօրեն Դավիթ Շանազարյանը իմ ընկերը դրա մասին շատ լավ գիտի եւ նա պիտի չլռի այս օրերին։ Եվ ինքը գիտի, որ սա եղել է կազմակերպված, որ սրա թիկունքին կանգնած է եղել հայտնի քաղաքական ուժ, այնուհետև բազում ահաբեկչական գործողություններ։ Ես մի անգամ կարծեմ Գագիկ Սահակյանի ծննդյան 50-ամյակին ելույթ ունեցա, Կամերային երաժշտության տանը եւ ասացի, որ եթե դաշնակցությունը ուզում է հետեւողական լինել Գագիկ Սահակյանի սպանության մեջ, որպեսզի այդ խարանը իրեն չկպնի, պիտի մինչեւ սկզբունքային պայքար տանի բացահայտելու համար։ Դարձյալ իմ հրաշալի ընկեր Վահան Հովհաննիսյանը գիշերը զանգեց, ասեց, այդպես մտերմիկ տոնով գագաս էր ասում, ասեց, ախր մի խորացի, քո ինչի դա պետք։ Դու գիտես, որ Գագիկը մեր լավ ընկերն է եղել, դու ես մեր լավ ընկերը, կարծես թե քո հայտարարությունը անպատասխանատու է, բայց ասեց ես ոչ թե անպատասխանատու հայտարարության համար եմ զանգել քեզ, այլ քեզ ասում եմ քո համար, որովհետև ես քեզ շատ սիրում եմ։ Այնպես պատահեց, որ ես ամիսներ շարունակ ստիպված ապրում եմ Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Եվ դրա մասին գիտի ԱԱԾ-ի այդ ժամանակվա տնօրենը։ Եվ բազում գործողություններ, այլևս դրա մասին չեմ ուզում խոսել։ Եվ այս ձեռագիրը բնորոշ է, ներհատուկ է հայ քաղաքական որոշ կուսակցությունների եւ գործելավոճի։ Հիմա գիտեք, տեղից վեր կացողը դատապարտում է Փաշինյանին։ Մեկը Բարգավաճի ղեկավարին է ֆինանսապես թեթևացրել եւ անընդհատ ասում են խոսում են մաքրությունից, արդարությունից, խոսում են կենթանիների պաշտպանությունից, բայց իրենց հակազները նվազագույն 5-6 հատ կանադական վագրից մուշտակներ են, չգիտեք, մեկը ասում է մեր քաղաքական առաջնորդը, չգիտեք, այնպիսի արտահայտություններ, ուրեմն առնվազն դրանցից մի քանի 100 հոգի օգտվել են լափամանից, կերակրատաշտից, շատ-շատերը մեղմ եմ ասում, միշտ ամսական ստացել են թեավճարներ, եւ դրանց սկզբունքայնությունը սա է, բա այսքանից հետո Երեգել այո Քոչարյանը հայտարարեց, որ դեռևս շարունակվում է սա, սպասում են նոր բացահայտումներ, նոր ինտրիգներ։ Այսքանից հետո քաղաքական դաշտի, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները թեկուզ ինքնապարսավելու, թեկուզ ինքնակնադատության ձևով չասեն, որ այսպիսի բաներ է կատարվել, ես սա չեմ ընդունում, ինչու համար պիտի չասեն։ Ես ուզում եմ ճշտեմ։ Եթե չեք ասում, ուրեմն ակնհայտ է, որ ոչ միայն ձեր նպատակը, այլ նաև ձեր մասնակցությունը։ Ավելին ասեմ, երբ որ Տախշոր շարժման, սահմանազատման, սահմանանշման օրերի մենք գտնվում ենք ոսկեպարում, սահմանապաշրջաններում, անկլավային գյուղերում, երբ որ մենք բարձրացանք ոսկեպար, երբ որ ես տեսա ովքեր էին այնտեղ, Կոմայգու պարապ-սարապ թրև եկողները, օրավարձով, հացով յոլա գնացողները, հին զինվորականները, քաղաքական գործիչների մի մաս, որը կարծեք թե արդեն շունչը փչում է գերեզման հասնելու համար, սակայն եկել են հարություն առնեն եւ այլ, ես տեսա, որ սա արդեն գնում է քաղաքական այլ պայքար, զուտ իշխանապողության հարց է բարձրացված։ Խնդիրը սա է, որ ամեն կերպ ջանում են սևացնել, ամեն կերպ փորձում են օր առաջ տապալել օրվա իշխանությանը, բայց ես ուզում եմ ձեզ մի հարց տամ հիմա։ Ինչպես դուք ասացիք, մատնանշեցիք, որ Թուրքիա այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այս ամենը թեժացավ։ Տեսեք, ծրագրված է եղել Փաշինյանի այցը, աշխատանքային այցը Թուրքիա։ Այցը կատարվել է ոչ թե մայրաքաղաք Անկարա, այլ այցը կատարվել է Ստամբուլ։ Սուլթանների դարավոր պալատը եւ ոչ թե Անկարա։ Դրա համար կոչում էր աշխատանքային։ Պետական այցի շրջանակներում կարծեմ նա պիտի նաեւ պսակ դներ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի ուրեմն գերեզմանին, կարծես թե հրաժարվել է եւ այցի հետ կապված ես ունեմ իմ ուրույն պատկերացումները, դե շատ-շատերը ասում են, դե գիտեք Էրդողանը լավ չի դիմավորել, ես չեմ պատկերացնում, Էրդողանը պիտի Փաշինյանին իր գլխին դներ կամ ինչ պիտի աներ,
Եվ արարողակարգային բազում պահեր կային, որ կարելի ասել եղել է նորմալ աշխատանքային հայց։ Քննարկումների հետ կապված որոշ մանրամասներ չենք կարող իմանալ, բայց կարծում եմ քննարկվել է հայ-թուրքական սահմանի բացման, ճանապարհների ապաշրջափակման, տարածաշրջանային անվտանգության խաղաղության խնդիրներ, իմ խորին համոզմամբ այնտեղ նաև խնդիր է դրվել, որ պետք է հարաբերությունները բարելավի Ադրբեջանի հետ։ Առանց դրան դա հնարավոր չէր լինի, որովհետև Իսլամական երկրների լիգան դրան անմիջապես որին տեղեր ունեն զուգահեռ այդ համաժողովը հայտարարություն է տարածել եւ կարծում եմ սրանք բոլորը միասին շահկապված են եղել։ Իրադարձություններին կհետևենք, պարոն Սաֆարյան, մեզ շատ քիչ ժամանակ մնաց, հաղորդումը արդեն ավարտվում է։ Ամեն դեպքում ձերբակալությունների այս շարքը կշարունակվի, թե դրանով կավարտվի, որտեղ հանրության համար է շատ սա, գիտեք, մարդիկ հուսահատ են լինում, այսքան դավաճանություն, այսքան հայրենիքի հանդեպ նման վերաբերմունք, դա տանում է հոգեբանական։ Այո, ես հիմա պիտի ասեմ հետևյալը. եթե վարչապետը չգնար Թուրքիա, մենք ունենք Ադրբեջանի հետ առայժմ թշնամական հարաբերություններ։ Եթե մենք Թուրքիայի հետ եւս չունենանք հարաբերություններ, հիմա էլ Եվրոմիության ջատագովները, Եվրոմիության ուղին բռնածները Իրանի հանդեպ են շատ դեպքերում զգուշ եւ չափավոր։ Պասիվ ինչ որտեղ։ Այսինքն ինչ է նշանակում։ Մենք միայն Վրաստանով, այն էլ երբ որ գնում է Ռուսաստան, տեսնում ենք ինչ է կատարվում։ Արդեն մեր բեռնատարները։ Ես օրվա մեջ առնվազն մի 10 անգամ, եթե 10 անգամ էլ չէ, ապա շաբաթվա մեջ մի 10 անգամ խոսում եմ մեր նախարարների շատ-շատերի հետ, հատկապես Վրաստանի ճանապարհների անխափան անցման եւ այլ, որոնք բեռնված են կոնյակներով, գյուղատնտեսական, այո, սեզոնային մթերքներով։ Ինչ եք կարծում։ Ինչ պիտի լինի։ Ինչ եք կարծում։ Աստծուն փառքն որ շուտ ավարտվեց կարճաժամկետ պատերազմը, բլիցկրիգը։ Աստծուն փառքն որ Հայաստանը եւ Իրանը ունեն էներգետիկների, վառելիքաէներգետիկ հումքերի ներկրման եւ հնարավորություններ եւ պայմանագրեր։ Ես ընդամենը 1 րոպե պիտի ասեմ իմ լավագույն ընկերներից մեկը, Մկրտչյանը, Կարենը, որը զբաղվում է ասֆալտի այդ նյութի ներկրմամբ, մենաշնորհը իրեն է պատկանում, բայց ազնի մրցակցային դաշտում առաջարկություններ են ներկայացրել, մի շարք առաջարկություններ, որը պիտի քննարկվի, քանի որ Իրանը համարվում է ԵԱՏՄ-ի դիտորդի կարգավիճակ ունի, իրանական կողմին եւ հայկական կողմին, որպեսզի քննարկվի Իրանը արդեն առաջարկել է ԵԱՏՄ-ին, որպեսզի մաքսատուրքերից ազատվեն այս ապրանքները եւ ճանապարհավարձը հանվի։ Որոշումները ընդունված են, բայց դեռևս չի կիրառվել։ Սա պիտի պարտադիր կերպով լինի, որովհետեւ եւ ճանապարհաշինարարությունը եւ էներգակիրների ներկրումը Հայաստան մեր համար կարելի ասել ոչ թե թիվ 1 ավելի բարձր ռազմավարական խնդիրներ են։ Եվ պիտի ասեմ, ինչպես այս իրանական ուղղությամբ, այնպես էլ Թուրքիայի ուղղությամբ, ինչքան հնարավոր է, ավելի շատ պիտի ձեռք բերվեն կառուցողական մոտեցումներ։ Ինչ խոսք բոլորս գիտենք, որ դուք լավ գիտեք, որ ես գիտեմ, որ Ադրբեջանը դեռևս չի կարող ընդունել խաղաղության խաչմերուկի, խաղաղության հաստատման եւ անվտանգային համակարգերի ներդրման այն միջազգային չափորոշիչները, որը ներհատուկ է բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Սակայն վստահաբար ասում եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը, արտաքին գերատեսչությունը, Եվրոմիությունը հստակ կերպով դրել են հարցեր Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման եւ անվտանգային նոր համակարգի, ուրեմն կիրարկելիության խնդիրը։ Ինչու եմ սա այսպես ասում, որովհետև մեր պարսկագետները կամ մեր ռուսամետները գոռում են Իրան, Հայաստան, Ռուսաստան առանց։ Ներողություն եմ խնդրում, քանի որ դուք ձեր խոսքը չեք ավարտել, հարգելի հայրենակիցներ, մենք հիմա դուրս ենք գալիս ABC հեռուստաալիքից, բայց շարունակում ենք մեր զրույցը Patreon-ում, այնպես որ շարունակեք հետևել։ Ձեր խոսքը ավարտեք արդեն։ Մենք կարող ենք ունենալ հրաշալի հարաբերություններ Իրանի հետ, Թուրքիայի հետ կարող ենք հաստատել կառուցողական երկխոսության հիման վրա նոր հարաբերություններ եւ կարող ենք Ռուսաստանի հետ վերստին ճշգրտել մեր վաղվա անելիքը առայժմ որպես ռազմավարական գործընկերոջ, իսկ Մինսկի հետ ինչ պետք է անենք, այսօր արդեն Լուկաշենկոն խոսում էր ՀԱՏՄ։ Ես կարծում եմ, որ
Լուկաշենկոն ամբողջ աշխարհի արչև հայ ժողովրդից եւ Հայաստանի կառավարությունից պիտի ծնկաչոք ներողություն խնդրի։ Այլ պարագայում մենք իրավունք չունենք, ես կասեմ, մենք չունենք պետական ինքնասիրություն նրան ներելու համար։ Եվ ամբողջ խնդիրը սա է։ Մենք կարող ենք մեր հարաբերությունները հստակեցնել, բարի դրացիական սարքել մեր հարևանների հետ եւ նաեւ Ռուսաստանի հետ, բայց ես ասում եմ, որ առանց Միացյալ Նահանգների վճռական քաղաքականության եւ ներգործուն ազդեցության մասնակցության, առանց Եվրոմիության, վկան հենց քաղաքացիական դիտորդական հաղասիրական առաքելությունն է, այլևս չեմ խոսում դրա օգտակար գործողության գործակցի մասին, անհնարին բան է Հարավային Կովկասում կամ հարավարևելյան Եվրոպայում ունենալ կայուն խաղաղություն եւ անվտանգային հուսալի համակարգերի ներդրում։ Ինչ խոսք։ Դերևս խախոտ է, դերևս շատ հեռու է դրան հասնելու համար, բայց ես կարծում եմ արդեն ուրվանկարները միտված են եւ մենք կարծում եմ պիտի գնանք։ Եվ սա է խնդիրը, որ ես մի նախադասություն պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության ոլորտում պետք է լինի շատ վճռական։ Եթե հակակոռուպցիոն պայքարում, եթե հակահաբեկչության դեմ պայքարում, եթե արդարադատության ոլորտում, հատկապես դատաիրավական համակարգում, եթե սոցիալական խնդիրներում պիտի ընտրվի երկակի ստանդարտների կիրարկելիության սկզբունքը, այս կառավարությունը անելիք չունի։ 2026 թվականի համապետական ընտրություններն են մոտենում, անդիմությունը ես չեմ պատկերացնում ինչ ճանապարհով պիտի իր տեղը, իր աթոռները ունենա կամ ամրագրի ռեզերվանի ազգային ժողովում, բայց այս ճանապարհը մեր համար կործանարար է։ Քաղաքական դաշտում կարծեք թե մենք արդեն գերի ենք դարձել ինչպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությանը, այնպես էլ այս երկու խմբակցությանը։ Քաղաքական դաշտում կարելի է ասել մեղմ ասած այս դերակատարները արդեն մեզ շատ են հոգնեցրել, ոչ միայն հոգնեցրել, այլ կարծեք թե անլրջությունն է ակնհայտ դառնում, փոխադարձ հայոախոսությունները եւ կարծեք թե փորձում են երկկողմանի կերպով մեր ժողովրդին զոմբիացնել, մանկուրտացնել։ Ես կարծում եմ սա անթույլատրելի է։ Մեր ժողովուրդը հստակ կերպով գիտակցելով, որ վաղվա օրը հղի է վտանգներով, վկան հենց այս օրերին տեղի ունեցող այս իրավիճակն է, խառնաշփոթ, հաբեկչական գործողությունները կամ այս ծրագրերի բացահայտումը, եւ ես կարծում եմ մենք 2026 թվականին պիտի գնանք համապետական ընտրությունների մերժելով ամեն մի բացասականը։ Ասել, որ քաղաքական դաշտում այլ խաղացողներ չկան, կտրականապես դեմ եմ, առայժմ անուններ չեմ ուզում տալ, աշնանը անպայման ավելի կհստակեցի քաղաքական դաշտի ներկապնակը, քաղաքական դաշտի ուրվանկարները եւ հենց հիմա էլ քաղաքական դաշտում հրաշալի անունը բոլորի հետ էլ կապի մեջ ենք։ Եվ կարծում եմ, որ այսօրվա կառավարությունն էլ պիտի շատ բան հաշվի առնի, շատ բաներ պիտի հաշվի առնի, որովհետև մենք տեսնում ենք, որ ձախողումներ իրար հետևից, ձախողումներ կադրային քաղաքականության մեջ, ձախողումներ հակակոռուպցիոն քաղաքականության մեջ, ձախողումներ սոցիալական արդարության ոլորտում, ձախողումներ նույնիսկ եթե կուզենաք իմանալ բառամթերքի էտիկետի պետական գործչի պահվածքների մեջ, փոխադարձ հարձակումների անթույլատրելիության սահմանի հատում բազմաթիվ անգամներ եւ այս ամենը կարծեք թե լավ բան չի խոստանում, մեզ լավ տեղ չի տանելու։ Այս է իմ ասածս, ես ինչու եմ վերջին նախադասություններս ասում ավելի շատ հորդորի, բարի կամեցողությունների եւ ցանկությունների, ուրեմն ձևաչափով եմ սա ասում, որովհետեւ ցանկացած բանական հայի ցանկացած հայեցի կերպով մտածող մարդու համար, առավել ևս մտավորականի համար, Հայաստանի պետականության շահը, Հայաստանի անկախությունը ամեն ինչից վեր է։ Դա այլընտրանք չունի։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան, հետևենք զարգացումներին։ Կարծում եմ հաջորդ շաբաթ կամ մի քանի օրից նորից իրադարձությունները այնպես կընթանան, որ մենք ասելիք հաստատ կունենանք։ Սիրով, ես եմ շնորհակալ։
Այսօր այսքանով հարգելի հայրենակիցներ ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։